Սա բացման խոսն է ժառանգության 10-րդ համագումարին։ Մեր երիտասարդ քաղաքացուց։ Մարդիկ մոռացել են, որ իրենք ամբողջություն են, որ միասնության մեջ ենք մենք դագավի հզոր։ Եթե բաժանվենք, մենք կլինենք ստրուկներ վախի, հուսահատության և անդարբերության։ Մենք միավորված ավելի մեծ ենք, քան վախը, ավելի մեծ, քան ուժը բիրտ։ Ինչպես որ ճշմարտությունն է ավելի մեծ, քան սուտն ու գեղձիկը, արժանապատվությունը ավելի մեծ, քան նվաստացումը առօրյա։ Մարդիկ հիշում են, որ կարող են հուսալ, և միասին են համաձայնվել են մեկ նպատակի շուրջ։ Այդ ժամանակ նրանք բարձրահասակ են, համարձակ են, մգանոտ, նրանք կարող են հոգ տանել մեր երեխաների մասին, ով է լինեն նրանք։ Եվ մարդիկ արդեն բավականաչափ ողողվել են, և նրանք հաճախ գնվել ու վաճառվել, և նրանք գործել են գրեթե ոչ հավատը ամեն ինչի հանդեպ, և նրանք չեն վստահում, որ արդարությունը կարող է հաղթել, չեն կարող նույնիսկ պատկերացնել։ Ուրեմն մենք պետք է ստիպենք մեզ հիշել իրավունքը։ Մենք մեզ պետք է ստիպենք հիշել իրավունքը։ Մենք պետք է մեզ պատրաստենք որպես մարդիկներ, պետք է բարձրանանք այնքան, որ վճռական լինենք խոսել, չլինենք լուր, մերժենք ամոթը։ Մարդիկ պետք է վերցնեն իրենց փողոցները, պետք է շրջապատեն Զավթիչին, ով վաճառել է նրանց, չպետք է հետևել այդ առաջնորդին, ով դավաճան է, չպետք է հավատալ ոչ մի բառի, որ նա է ասում։ Հանձագործը վաճառվել է, որ հարստանա, նա վաճառել է իրեն, որ հզորանա, նա իրեն դրսևորել է որպես մարդկանց վաճառական, ով օգտագործի երեխաներին ագահության հմահաճույքների համար։ Անկումից հետո, երբ մարդիկ կշրջապատեն իրենց բալադը, և նրանք կհայտնվեն գրակի մեջ, ինչը երբեք չպետք է լիներ, և նրանք կտեսնեն հպարտությունը որպես ազատություն, ազատությունը որպես կյանք, ազատությունը որպես գոդրվելու մերժում, ազատություն, զրկելու իշխանությունը զենքից, դիմակներից, կոռուպցիայից և չարից։ Դա կլինի օր, որ կուրախանանք կրկին, կվերամիավորվենք, եթե ուզենանք, կվերագառուցենք, կվերածնվենք, եթե գործենք։ Աբական գալիս է մարդ առ մարդ, և նա համարձակվում է բացել բերանը և գործ անել։ Երբ այն ինչ մենք ասում ենք, ունի ճշմարտության աստվածային զորություն, և նա և նրա ցեղը չեն նահանջի։ Երբ ընկնելը իմը կամ քոնը, երբ ընկնելը ամոթի պատճառ չէ, քանզի ոտքի կանգնելը գալիս է այն ժամը։